Նոր Հայաստանը կազմակերպված սադրանք է որակում այս գիշեր Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպը, պնդելով, որ բերման ենթարկված 7 քաղաքացիներից միայն 3-ն են եղել շուրջօրյա հերթապահության մասնակից։ Ոստիկանության փոխանցմամբ Թինա անունով մի քաղաքացի ահազանգել է, թե Թումանյանի արձանի մոտ տեղադրված վրանում գիշերը մի խումբ անձինք օգտագործում են ոգելից խմիչքներ եւ բարձրաձայն հայոյում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, դեպքի վայրից ծալովի դանակ, օղու 3 եւ վիսկիի 1 կիսադատարկ շշեր են վերցվել։ Նոր Հայաստանից Անդրեաս Ղուկասյանն ասում է, ալկոհոլը ոստիկանության ուղարկած սադրիչներն են հրապարակ բերել։ Նոր Հայաստան շարժման 3 մասնակից հերթապահություն են ունեցել նստածույցի վայրում։ Իրենք բոլորը եղել են սթափ եւ այդ հանգամանքը հաստատվել է ոստիկանությունում իրենց բերման ենթարկելու ժամանակ, որևէ մեկը այստեղ չի կարող մտնել առանց ոստիկանության հսկողության։ Մենք երբ որ գալիս ենք հրապարակ, մեզ որպես կանոն դուրսարկում են, երբ որ ինչ-որ բան ենք բերում եւ այլն։ Եվ բնականաբար գիշերվա ժամը 1-ին 4 հատ քաղաքացի անչափահաս, այն էլ հետախուզման մեջ գտնվող ոստիկանության կողքով անցնել աննկատ, այսի հնարավորություն չէին կարող ունենալ, եթե չէին գտնվում ոստիկանության հսկողության կամ ուղղորդման ներքո։ Ընդդիմադիրները մինչև ժամը 16-ը ոստիկանությանը ժամանակ տվեցին վերադարձնել ապամոնտաժված ծածկը, տաքացուցիչները, սեղանը, պաստառների անիվները։ Հակառակ դեպքում Նոր Հայաստանը երեկոյան նոր ծածկ է տեղադրելու հրապարակում։ Իրավապահները մինչդեռ հայտարարում են, թե իրավիճակն արմատական փոփոխության կարիք ունի, քանի որ մեջբերում եմ շուրջօրյա հավաքի վայրը վերածվել էր մի տարածքի, որ իրեն էր ձգում նաև հակահասարակական հակումներով անձանց։ Այսինքն նպատակը եղել է ապամոնտաժել ծածկը, վերցնել այն բոլոր պարագաները, որոնք որ թույլ են տալիս քաղաքացիներին գիշերվա ժամերին այդ եւ ցերեկվա ժամերին նստածույցը իրականացնել։ Սա է գլխավոր թիրախը։ Մնացած ամեն ինչը ոստիկանությունը կազմակերպել է այնպես, որ դա հնարավոր լինի ներկայացնել հանրությանը։ Վաղը օպերային թատրոնի դահլիճում տեղի է ունենալու բանակի օրվա պաշտոնական տոնակատարությունը։ Շենքն արդեն ծածկված է տոնական պաստառներով։ Պետրոս Մակյանն ասում է, հրապարակը չեն ազատելու։ Մենք հիմա փորձելու ենք երկրորդ էտապը մոբիլիզացիայի մարտի 1-ը մենք արդեն հայտարարել ենք ժողովրդական համնահավաք, որով այսօրվանից մենք դիմում ենք եւ սկսելու ենք բանակցությունները ընդդիմադիր գործընկերների հետ, որ նրանք միանան այդ մոբիլիզացիային, որովհետեւ ժողովուրդը մարտի 1-ին գալու է հրապարակ։ Մենք շարունակելու ենք շուրջօրյա հերթապահությունը Ազատության հրապարակում եւ բնականաբար հրապարակը պետք է պահենք